Ներքին գործերի նախարարի ամուսին լինելը դժվար չի, պարոն Վարդապետյան։ Դժվար է այնքանով, որ շատ քիչ ժամանակ է մնում մեր անձնական կյանքի համար, երկուսս էլ ծանրաբեռնված աշխատանքով ենք, ծանրաբեռնված գրաֆիկ ունենք աշխատանքային, զուտ այդքանով։ Իսկ օրինակ Տիկին Սարգսյանը հսկայական կառույց է ղեկավարում, այդ կառույցի ղեկավարելը զուտ այդ նոր ասած անաբեռնվածությունը, այդ գործոններ չկան, օրինակ չգիտեմ, խստությունը, այդ քրեական աշխարհ, հանցագործ աշխարհ եւ այլն, այդ մտավախությունները չկան։ Ներքին գործերի նախարար է, հանցավոր աշխարհի հետ կապ ունենալ, բավականին մտավախություններ կան։ Չէ, ճիշտ ասած, այսքան ժամանակ չեմ զգացել որևէ նման ազդեցություն, ոչ իր վրա, ոչ ընտանիքի, ոչ էլ առավել եւսի։ Պարոն Վարդապետյան, տևական ժամանակ ձեր տունը ոստիկանների կողմից հսկվում է։ Ինչպես եք ապրում հենց ոստիկանների հայացքի ներքո։ Ես մի քանի անգամ հենց այդ կողմովանքին եմ արձանագրել, էլի հսկողություն կա ոստիկանական։ Դե դա պետական արարողակարգով է կարգավորվում, դա մենք ցանկության դեպքում էլ չենք կարող հրաժարվել, չեմ զգացել մինչև այս որևէ դժվարություն։ Այդ ուրիշ ապրելակերպ եղել։ Հիմա արդեն ոստիկանական հսկողությունը անդադ այդ հայացքների շուրջ, կարծես թե այդ ազատ կյանքը չկա։ Դժվար չէ։ Դե կա նման բան, առաջվա նման անկաշկանդ չենք, թեկուզ որևէ տեղ գնալուց արդեն անընդհատ հսկողություն, պետական պահպանություն, բայց առանձնապես դժվարություն չենք զգում։ Դուք համակարգ եք եկել Կարեն Անդրասյանի հետ, չէ՞։ Իր օգնականներ։ Բարձրագույն դատական խորհուրդ դեպարտամենտ։ Այո, բարձրագույն դատական խորհուրդ եկել եմ որպես Կարեն Անդրասյանի խորհրդական։ Կարեն Անդրասյանը գնաց, դուք շարունակում եք պաշտոնավարել։ Որովհետև ես իմ մասնագիտական աշխատանքն եմ անում, ծառայում եմ պետությանը այս պահին դատական համակարգին ու կարելի ասել այդ առումով իմ համար մեծ տարբերություն չկա, թե ով կլինի իմ ղեկավարը։ Պարոն Վարդապետյան, բայց մի այսպիսի բան կար, Կարեն Անդրասյանը եկավ, ֆիլմեր էր նկարում դատավորների հետ կապված, թե ինչ որ դատական, որ դատավորների գործունա աշխատանքների կամ ջանքերի արդյունքում է, որ այսպես դատական համակարգը չի կարողանում արդարադատություն իրականացնել, բայց իր գնալուց հետո կարծես թե ֆիլմերը չկան։ Ես պարոն Գալստյանին է դատական դեպարտամենտի ղեկավարին հարցուկ ուղեմ, ինչու չկան, ինչ որ բան է փոխվել, թե չգիտեմ, օպերատոր չկա, մոնտաժնիկ չկա, տեխնիկական խնդիրներ կա, ի՞նչն է փոխել, որ այդ ֆիլմերը հիմա չեն նկարվում։ Ֆիլմերը Կարեն Անդրասյանը չէր նկարանում, դատական դեպարտամենտն էր նկարանում։ Դե չգիտեմ, ով ինչ էր ասում, ամենայն դեպս այն ժամանակ կար նման որոշում, հիմա չկա։ Հիմա այլևս չկա այդ նման ֆիլմերի նկարելու որոշում։ Թե կամ էլ կարող է չի հասունացել բովանդակությունը, երբ որ հասունանա բովանդակություն, հնարավոր է մի օր էլի նկարվել։